Թերթերի ամենակարևոր նորությունները մեզ հետ 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարև ձեզ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը երեկ երեկոյան ԱԱԾ մեկուսարանում այցելել է Միքայել Բագրատ և Արշակ Սրբազաններին։ Նա տեղեկացնում է, որ Միքայել Սրբազանն այսօր կտեղափոխվի Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվի Սրբազանի առողջության համար այդքան անհրաժեշտ վիրահատությունը։ Միքայել Սրբազանին առողջություն ենք մաղթում։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին դեկտեմբերի 18-ին ժամը 10-ին կրկին հրավիրել են հարցաքննության զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնել է Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Հրապարակը գրում է. ԿՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քաստինգ է իրականացնում։ Կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Թերթը տեղեկացել է, որ արդեն մի քանիսին կտրել են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են, ընդգրկել թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ԿՊ համաժողովին, թե ոչ։ Թերթին ասել են, որ դուրս է մնացել շիշ բռնող մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես հայտնի հեղինակություն Չաղ հետ։ Ասում են, վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, վիճարկելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Հրապարակը գրում է. Իշխող թիմում նախատոնական հավաքի են պատրաստվում։ Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովի քաղպայմանագիր ֆրակցիան, կառավարության կուսակցական անդամները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՔՊԱ-ական թիմ ներկայացուցիչները հավաքվելու են Արտաշատում։ Նախնական որոշմամբ հավաքի վայր են տրվել Արտաշատի ճանապարհին վերջերս բացված Ադանա ռեստորանը։ Իսկ թե ինչ բնույթ կունենա հավաքը, կլինի միայն տարեվերջյան քեֆ ուրախություն, թե նաև քաղաքական ժողով, այս պահին հայտնի չէ։ Դուք դիտում եք օրագիրը, այսօրվա իմ հյուրն է քաղաքագետ, միջազգայնագետ, եվրոպագետ Տիգրան Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեկվանից բոլորը քննարկում են Կալասի հայտարարությունը։ Նա երեկ Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դիմել են իրենց, որպեսզի օգնեն զերծ մնալ 2026-ին ընդառաջ արտաքին միջամտություններից։ Ինչ միջամտությունների մասին է խոսքը, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Մենք այսպեսի խոսք կա, եկեք մինչև բանավեճը չնես, սա բանավեճի ֆորմատի հարցազրույց է, բայց հասկանալ, բարձաբանել թե արդյոք մենք նույն կերպ ենք հասկանում տերմինները։ Միջազգային այդ հենց նրանք դա ներկայացնում են որպես արտաքին ազդեցության դեմ պայքար։ Եվ ստացվում է հետաքրքիր իրավիճակ, երբ արտաքին ազդեցությամբ, այսինքն արտաքին միջամտությամբ, փորձում են դիմակայել արտաքին ազդեցությանը, արտաքին վտանգներին։ Մենք չքննարկենք Եվրոպայի օգնությունը որպես այդպիսի, եթե այն ինստիտուցիոնալ օգնություն է Հայաստանին, այդտեղ որևէ խնդիր չկա։ Բայց եթե դա քաղաքականացված եւ աշխարհաքաղաքական է եւ վերաբերում է ինքնիշխանությանը եւ արտաքին դիմակայունությունը դեպի Հայաստան բերելուն, ինչպես մենք տեսնում ենք դա Ուկրաինայում եւ Մոլդովայում, դա արդեն խնդիր է։ Եթե ինստիտուցիոնալ է, մենք գիտենք, որ այդ ապատեղեկատվությունների դեմ պայքարը, կիբերհանցագործությունների հարցում համագործակցությունը շատ արդյունավետ միշտ եղել է։ Օրինակ ենք բերել, լրագրողների հետ սեմինարներ անցկացնել, ֆակտ-չեքինգի հետ կապված, փաստերի ստուգման հետ կապված, դա ապատեղեկատվության դեմ պայքարի ամենատարածված ձևն է, կամ մենք գիտենք, որ համացանցում շատ է տարածված տարբեր ֆեյքերի կողմից ֆինանսական մեքենայությունները, բայց սա բնականաբար դա չէ, սա աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի եւ ուղիղ առնչվում է ինքնիշխանության
խնդրին։ Հատկապես որ իրենք էլ են կապում, այո, զուգահեռներ տանում Մոլդովայի кейսի հետ։ Մոլդովայի кейսի հետ եւ ուղիղ տեքստով էլ են ասում, ես ցանոթացա Չեխիայի արտգործնախարարների հանդիպում կա Եվրամիության մակարդակով, որ ասաց դա հենց Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն է, այսինքն տարբեր առումներով մենք կարող ենք այս խնդրին անդրադառնալ, թե ինչ է ասված օրինակ արտաքին ազդեցություն կամ այդ վտանգները կամ հիբրիդային պատերազմ ասվածը։ Կամ արդյոք դա կա այն ուղղությունից, որ իրենք նշում են։ Ինչպես։ Արդյոք կա այդ ազդեցությունը այն ուղղությունից, որ իրենք ակնարկում են, օրինակ Ռուսաստանից։ Իրենց կարծիքով կա այդ ազդեցությունը, բայց խնդիրն ինչն է, կալասը հենց բառացիորեն ասաց, որ Հայաստանի իշխանություններն են խնդրել։ Այս պարագայում հարց է առաջանում, թե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից տեսնում են նման խնդիր, եթե տեսնում են, ինչու չեն բարձրաձայնել անձամբ Ռուսաստանի իշխանություններին։ Այդ խնդիրը չեմ հանդիպել, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմեն Ռուսաստանին, որ ձեր կողմից կամ ձեր ինչ-որ ուժերի կողմից կա արտաքին ազդեցություն, կարևոր այստեղ ինչն է, ընտրություններից առաջ խորհրդարանական ընտրություններից ազատելու, այսինքն կոնկրետ ներքին գործընթացի վրա ազդեցությունը։ Այստեղ խոսք չկա օրինակ սահմանային անվտանգությանը կամ ռազմական խնդիրներին, հա, խոսքը վերաբերում է ընտրություններին, իսկ ընտրությունները դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Այսինքն Հայաստանի իշխանությունները հորդորում են երրորդ կողմին միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Փաստացի այդպես է ստացվում։ Եվ այստեղ հարցեր են առաջանում, եթե Ռուսաստանի հետ կա նման խնդիր, ինչու դուք անմիջականորեն Ռուսաստանին չեք բարձրացնում այդ հարցը։ Եթե չեք բարձրացնում, ես կարող եմ հասկանալ այստեղ երկու հնարավոր տարբերակ, որ կամ այնքան թույլ է ներքին լեգիտիմությունը, ժողովրդական վստահություն, իրենք ընտրություններից առաջ երևի թե հարցումներով տեսնում են, որ ժողովրդական վստահության առումով ունեն խնդիր եւ շատ մեծ կարիք ունեն արտաքին լեգիտիմության, արտաքին աջակցության ընտրություններից առաջ, միայն այդ կերպ կարելի է բացատրել խնդրանքը Հայաստանի իշխանությունների կողմից, այսինքն դա Եվրամիության նախաձեռնությունը չէ։ Այսինքն մտավախությունն է, որ ընտրություններով իրենք պարզապես չեն անցնի խորհրդարան։ Եվ ժողովրդի աչքում տպավորություն ստեղծելու, որ իրենք Եվրոպա են գնում, Եվրամիության անդամակցության գործընթացն սկսել են ունեն աջակցություն, դա կարող է ազդել արդեն ելքի վրա։ Ընտրությունների առանձնահատկությունն ինչն է, որ դա դրանով ժողովրդի ազատ կամ արտահայտությունն է արտահայտվում, որը այսպես ասած ապրիորի սահմանադրությամբ օրենքներով պետք է զերծ լինի արտաքին որևէ միջամտությունից։ Մենք այստեղ պետք է հասկանանք երկակի ստանդարտների հետ գործ ունենք, եթե արտաքին միջամտությունը պետք է բացառվի ժողովրդի ազատ կամ արտահայտության վրա, ուրեմն այստեղ սկզբունքը ունիվերսալ պետք է լինի։ Այսինքն մենք խոսում ենք խաղի կանոնների մասին, այլ ոչ թե հավանում ենք Եվրոպային, չենք հավանում Ռուսաստանին։ Կամ ինչ հայտարարություններ են արվում, կարևորը տողատակերն են, այո։ Այո, խաղի կանոնների մասին։ Եթե ժողովրդի ազատ կամ արտահայտությունը չպետք է խոչընդոտվի արտաքին որևէ ազդեցությամբ կամ ուղղորդվի, ուրեմն դա պետք է լինի ունիվերսալ, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից, Հարավից, Հյուսիսից եւ այսպես շարունակ։ Այս սկզբունքը խախտված է։ Իսկ ինչու է խախտված, ինչու են Հայաստանի իշխանությունները բացատրեցի առաջին պատճառը ենթադրում եմ դա, երկրորդը Եվրամիության անդամակցության գործընթացը այնքան բարդ է ընդհանրապես, նաեւ միաժամանակ իրենք խնդիր ունեն եվրոպացիներին երևի թե համոզելու, որպեսզի ավելի մեծ ֆինանսական կամ այլ աջակցություն ստանան այդ առումով, որպեսզի վերջնական որոշում ընդունեն։ Հապկից դուրս են գալիս, ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսեն թե ոչ, բայց քանի որ Եվրամիությունը հատկապես ուկրաինական կոնֆլիկտից հետո դժվար թե Հայաստանի վրա շատ ավելի մեծ ռեսուրսներ դնի, որովհետև այստեղ չունի այդ տնտեսական շահերը եւ հետաքրքրությունները, ռիսկերը մեծ են, Թուրքիայի գործոնը կա։ Իդեպ Թուրքիայի առումով էլ կարող ենք անդրադառնալ, այսօր Հայաստանից ամենամեծ սպառնալիքը գալիս է ոչ այնքան Ռուսաստանից, որքան Թուրքիայից։ Իսկ Ռուսաստանից սպառնալիք գալիս է Հայաստանին։ Դա մեկնաբանության խնդիր է, եթե իրենք համարում են, թող բացատրեն եւ Ռուսաստանին ներկայացնեն։ Նկատի ունեք ԿՊ-ին, Նիկոլ Փաշինյանի իշխանություններին, այո։ Օրինակ, երբ Հայաստանը հիմա շրջափակված է փաստացի անգամ Արցախը Ադրբեջան ճանաչելուց հետո, որ Թուրքիայի նախապայմաններ հարաբերությունները կարգավորելու շարունակում է, դա արդյոք հիբրիդային պատերազմ է թե չէ։ Այսինքն սխալ ուղղությամբ են գնում Հայաստանի իշխանությունները։ Ես ուզում եմ հասկանալ ունիվերսալ սկզբունքներ ենք որդեգրել, խաղի կանոնները ազնիվ են, թե այստեղ մենք գործ ունենք զուտ աշխարհաքաղաքական իրողությունների հետ։ Քանի որ դա ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Պարոն Խաչատրյան, շատերը նաև մամուլն է գրում, որ սա փորձելու են վերածել ընդդիմության գլխին մահակի ու ընտրություններին ընթառաջ բոլոր հավանական մրցակիցներին դաշտից դուրս մղելու կամ նրանց գործողությունները սահմանափակելու։ Որքանով են իրատեսական այս մտահոգությունները։ Իրատեսական են այն առումով երևի թե, որովհետև օրինակ է բերվում հենց Մոլդովան։
Իսկ Մոլդովայում ինչ է տեղի ունեցել։ Իդեպ օդից կախված լուրերով ներողություն, ասում են, որ որոշ դեսպաններ արդեն այս աջակցությունը, որ նաև Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյան կալաս ասաց, որ իրենք կտրամադրեն Հայաստանին, Հայաստանի իսկ խնդրանքով անվանում են ներքին շրջանակները Մոլդովա 2։ Այո, ուղղակիորեն հայտարարում են։ Մոլդովայում ինչ է եղել։ Մոլդովայում ուղղակիորեն նույնիսկ արգելվել են կուսակցություններ, այսինքն ստեղծվել են հավասար պայմաններ, ազատ մրցակցային պայմաններ ընտրությունների ժամանակ արտաքին միջամտությամբ։ Սա ուղղակիորեն նույնիսկ վերաբերում է սահմանադրական կարգին։ Այսինքն տվյալ իշխանությունները արտաքին ուժեր են հրավիրում ներսում իրենց խնդիրները լուծելու համար։ Դա բնականաբար առաջին հերթին, ինչպես նշեցի, արտաքին լեգիտիմության ձգտում է, բայց այսպիսի մի հասկացություն է կա քաղաքագիտորեն, դա կոչվում է ստիգմատիզացիա։ Հունարեն բառից է պիտակավորել։ Այսինքն, եթե ունես արտաքին լեգիտիմություն Եվրամիությունից ընդդեմ ինչ-որ արտաքին ազդեցության, բնականաբար ստիգմատիզացիայի արդեն ենթարկվում ընդդիմությունը, որը ավտոմատ պիտակավորվում է որպես այլ ուժային կենտրոնի ազդեցության գործակալ։ Եվ եթե մենք զուտ քաղաքագիտորեն, մասնագիտորեն նայենք, եթե սա գործնական կիրառություն ստանա ոչ թե այն, ինչը հայտարարվում է, որ սա ուղղակի ժողովրդավարության պաշտպանություն է, մենք գործ ունենք ազդեցության գործակալների մի համակարգ Հայաստանում ստեղծելու հետ։ Արհեստականորեն, այո։ Եվ իշխանությունները դառնում են Եվրամիության ազդեցության գործակալներ այս դեպքում ուղղակիորեն, որտեղ ֆինանսավորվում են նրանց կողմից ներքին խնդիրներ լուծելու համար, ընդդիմությունը ավտոմատ կամ ցանկացած մեկը, նույնիսկ կարող է ռուսամետ չլինել, բայց քանի որ քննադատում է իշխանություններին, ավտոմատ պիտակավորվում է այդ ստիգմատիզացիան է տեղի ունենում, որպես այդ օրինակ այս դեպքում Ռուսաստանի ուժային կենտրոնի։ Այսինքն ցանկացած այլախոհ, այլ կարծիք ունեցող անձ դառնում է ազդեցության գործակալ այլ պետությունների, երբ որ հենց իշխանությունն է փաստացի վերածվել, եթե ընդունում է այդ օգնությունը։ Իսկ ինքնիշխանության հետ որքանով աղերս ունի այս խնդրանքը Եվրամիության ուղղված։ Արդյոք ինքնիշխան պետությունները նման խնդրանքներով դիմում են արտաքին ազդեցության ուժերին։ Բնականաբար ոչ ինքնիշխանություն, ինչպես ասացի, եթե մենք գործ ունենք ոչ թե երկակի ստանդարտների, ունիվերսալ կանոնների հետ, պետք է ցանկացած արտաքին ազդեցություն ընտրություններին, ներքին խնդիրների վրա ուղղակի սկզբունքորեն բացառվի։ Այստեղ լավի ու վատի հարց չէ, հա, այստեղ խաղի կանոնների եւ սկզբունքի հարցը։ Այսինքն ինքնիշխանությունը հատվում է դրա հետ, միանշանակ հատվում է, որովհետեւ ինչպես նշեցի, ժողովրդի ազատ կամ արտահայտությունը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին միջամտություն։ Այսինքն Հայաստանի իշխանությունները փաստացի հայտարարում են, որ իրենց վերադասը, եթե կոպիտ արտահայտվենք, Եվրամիությունն է տվյալ դեպքում։ Կարող ենք այսպես նայած մեկնաբանության հարցը ոչ թե վերադասը, այլ իրենք դառնում են կամավոր Եվրամիության ազդեցության գործակալ Հայաստան։ Արտաքին կապ չունի, դա ասում եմ, մենք մի կողմ վերանանք, լավն է, վատն է, ով ինչ է։ Սկզբունքի հետ գործ ունենք, համանդրական կարգի հետ գործ ունենք։ Տեսեք, հայտարարվում է ժողովրդավարությունը պաշտպանել։ Ժողովրդավարությունը ոչ դա ֆուտբոլի դարպաս է, որ ուղղակի կանգնես պաշտպանես, ոչ էլ չգիտեմ, հենակետ, որ ուղղակի պաշտպանես։ Դա իրավահարաբերություններ են։ Իրավահարաբերությունները հիմնվում են ժողովրդավարության ընդհանուր սկզբունքների վրա, իսկ դրանք երաշխավորվում են ուղղակի երկրի հիմնական օրենքով։ Այսինքն, եթե գործում է երկրի օրենքը, ժողովրդավարությունը պաշտպանված է։ Եթե իշխանությունը ընդհանրապես ժողովրդավարությունը պաշտպանում են իշխանություններից, որովհետև իշխանությունը ունի երկրում լեգիտիմ ուժ գործադրելու իրավունք եւ միայն նա կարող է դա չարաշահել։ Հետևաբար համանդրական կարգը ժողովրդավարական կարգավորումները իշխանությունից ժողովրդավարությունը պաշտպանելու համար են, ըստ այդմ, եթե երկրի իշխանությունները ժողովրդավար են, խնդիր չկա դրսից նրանց պաշտպանելու։ Հա, այսինքն ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունել են, որ իրենք բռնապետական ավելի շատ ունեն նման խնդիր երկրի ներսում, որովհետեւ ունեն փաստորեն լեգիտիմության խնդիր երկրի ներսում եւ որպեսզի իրենց հետագա գործողությունները եւ հարց առաջանում որքանով է ժողովրդավարական այն երկիրը, որտեղ մենք տեսնում ենք այսքան քաղբանտարկելներ, այսքան բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ։ Գիտեք, եթե մի պահ մենք հանենք ժամանակակից տեխնոլոգիաները, ինտերնետը, փորձենք նայել հեռուստատեսությունը, դուք այնտեղ տեսնում եք խոսքի ազատություն։ Այսինքն, եթե չլիներ այն ազատությունը, որը օբյեկտիվ է եւ իշխանությունների կամքից չէ, դա համաշխարհային համացանցն է։ Մենք այստեղ ունենք լուրջ խնդրեմ խոսքի ազատության հետ, որովհետև սահմանափակումները հստակ են։ Օրինակ, այսինքն կլինեինք շրջափակման մեջտեղի կատվական, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ։ Եվ ընդհանրապես խոսքի հայտարարության համար մարդուն կալանավորել ամիսներ շարունակ, դժվար թե ժողովրդավարական նորմերին համահունչ է, հա, համենայն դեպս կա ծայրահեղ դեպքում, եթե ինչ որ մի հայտարարություն ապօրինի է, օրենքը սահմանում է շեմեր, չէ, օրինակ, պատժի
տուգանքից մինչև մաքսիմալ ազատազրկում։ Մենք տեսնում ենք, որ միշտ կիրառվում է ամենախիստ պատիժը։ Իսկ դա չի կարող քաղաքականացված չլինել։ Մի վառ օրինակ 4 մարդու սպանած անձին դատարանը բաց է թողել։ Մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, որոնք քաղաքական չեն, ուղղակի շատ մեղմ վերաբերմունք է, իսկ եթե քաղաքական են, կիրառվում է ամենախիստ պատիժը։ Դա արդեն ինքնին ցուցիչ է քաղաքականացված լինելու, այսինքն արդարադատության համակարգը նույնպես ունի ժողովրդավարացման հետ կապված խնդիրներ։ Եվրամիությունում դա չեն տեսնում, թե չեն ուզում տեսնել։ Որ տարբերակն է ավելի հավանական։ Ես ենթադրում եմ, որ չեն ուզում տեսնել, որովհետև Հայաստանից հավանաբար հավաստիացնում են, որ իրենք պայքարում են Ռուսաստանի դեմ։ Ես չգիտեմ որքանով են միամիտ, իրենց դեսպանները այդ ամենը չեն տեսնում։ Գուցե տեսնում են, բայց չեն ուզում տեսնել։ Այսինքն, եթե կա թեկուզ մի փոքր շանս Հայաստանին հակառուսական ուղղորդելու, նրանք փորձում են այդ շանսից օգտվել։ Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ Հայաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումից հետո, որտեղ ռազմավարական գործընկերության մասն է խոսվում, միանգամից մեկնեց Մոսկվա, հանդիպեց ԵԱՏՄ-ի գործընկերների հետ եւ հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստ է խորացնել համագործակցությունը, նույնիսկ առաջարկեց ընդլայնել ԵԱՏՄ-ի համագործակցությունը, ստեղծել օրինակ էներգետիկ միասնական շուկա։ Իսկ դա նշանակում է, իդեպ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի այդ ընտրության հետ կապված հարցը շատ ուշագրավ է։ Պարոն Խաչատրյան, առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին, որից հետո կանդրադառնանք նաև ԵԱՏՄ ԵՄ ընտրությանը, այս երկու աթոռների վրա նստելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։ Ժողովուրդը տեղեկացել է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով։ Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով։ Ըստ պաշտպանական խմբի նրանց քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը։ Թերթին հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով։ Չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչև տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործ ուղարկել դատարան։ Հրապարակը գրում է. 2026-ի աժընտրություններին ընդառաջ Հայաստանի իշխանություններն ըստ էության բացահայտորեն պատրաստվում են զանգվածային բռնաճնշումների եւ որպիսի դրանց վրա Եվրամիությունն աչք փակի, փորձում են ներկայացնել, թե հիբրիդային պատերազմ են թանում իրենց դեմ եւ իրենց օգնություն է հարկավոր, որ Ռուսաստանի գործոնը չեզոքացնի։ Ինքնիշխանության մասին բարձրագույն հայտարարություններ անող իշխանության ներկայացուցիչների Եվրամիությանն ուղղված այս հայտը ըստ քաղաքագետ Սուրեն Զոլյանի ցույց է տալիս, թե ինչ մակարդակի վրա է մեր ինքնիշխանությունը, երբ ինքներս չենք կարողանում այդ հարցերը կարգավորել, ինքներս մեզ պաշտպանել ու դիմում ենք շեֆերին, ընդգծելով մեր ստորադաս վիճակը։ Փաստը գրում է. Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ ոստիկանության մասին օրենքներում, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաեւ թմրանյութի օգտագործման պայմանավորված ոչ թափ վիճակում գտնվելու փաստի ստուգում եւ դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։ Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Խաչատրյան, խոսում էինք Եվրամիություն եւ ԵԱՏՄ այս իշխանությունների համար կարծես թե հավերժական դարձած ընտրությունից չեն կարողանում կողմնորոշվել կամ մի Եվրոպայի ցելության ժամանակ խոսում են Եվրամիությանն անդամակցելու կարևորության մասին, Մոսկվայում էլ կամ ԱՊՀ երկրներից որևէ մեկում էլ խոսում են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու մասին։ Իրականում սա բալանսավորված քաղաքականություն է, թե ինչպես ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն են նշում, երկու աթոռի վրա տեղավորվելու խորամանկ քայլ։ Սա բալանսավորման քաղաքականություն դժվար է անվանել, ինչու, որովհետև ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը սկզբունքորեն բացառում է որևէ բալանսավորում։ Դու կամ այդ միության մեջ ես կամ ոչ։ Որովհետև ինչով է տարբերվում։ Մեր քաղաքացիները շատերը մասնագիտորեն կարող է դա չպատկերացնեն, փորձեմ մաքսիմալ պարզ ներկայացնել։ Օրինակ, տեսեք, ՄԱԿ-ի անդամակցությունը կամ Եվրոպայի խորհրդի, այսինքն միջազգային կազմակերպությունների անդամակցությունը չի ենթադրում պետության ինքնիշխանության զիջում, ինքնիշխան լիազորությունների։ Օրինակ, տնտեսական մաքսային քաղաքականության հարցերում հիմնականում առաջինը դրան է վերաբերում, ապրանքներ ներմուծելուն։
Միությունները, ինչպիսին են Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն, ենթադրում են պետական ինքնիշխանության լիազորությունների զիջում վերազգային մարմիններին։ Այսինքն Եվրամիության անդամակցելով նորից ինքնիշխանության զիջում է լինելու։ Ընդհանրապես որևէ միության, խոսքը միության ինտեգրացիոն Որովհետև միավորումների ներկայացնում է մասին։ այնպես, որ կարծես թե Ռուսաստանի մասնակցությամբ միությունների անդամակցությունն է միայն ինքնիշխանության զիջում իրենից ենթադրում, իսկ եվրոպականներինը ոչ։ Դա լիազորություններն է պետական, դա ինտեգրացիոն ցանկացած միավորման, թեկուզ Աֆրիկյան միություն եթե ստեղծվի, բոլոր պետությունները անդամ, բոլորը, ոչ թե միայն մեկը, բոլորը իրենց այդ ինքնիշխան լիազորությունները զիջում են։ Հիմա Ռուսաստանն ու Ղազախստանը կարող են որոշել մեզ հետ միասին, թե մենք ինչքան օրինակ այսօր այսքանի օրը էկոնոմիկայի նախարարը հայտարարեց հպարտորեն, որ 15000 էլեկտրոմոբիլի քվոտա են ստացել անմաքս։ Դա ինչի մասին է։ Դա նշանակում է, որ այդ հարցերը Հայաստանում ինչքան ավտոմեքենա պետք է գա, ինչ մաքսային դրույքաչափերում որոշվում են մնացած ԵԱՏՄ պետությունների հետ միասին, որովհետև դա ընդհանուր տնտեսական տարածք է։ Այսինքն հնարավոր չէ միանգամից տարբեր միությունների զիջել սեփական լիազորությունները։ Տրամաբանորեն ֆիզիկապես հնարավոր չէ։ Ենթադրենք ԵԱՏՄ-ն թույլ են տվել Հայաստան գա 15000 էլեկտրոմոբիլ էժան գնով առանց մաքս։ ԵՄ-ն օրինակ արգելում է Չինաստանից ներմուծել կամ բարձր դրել այդ մաքսատուրքը։ Հնարավոր չէ միաժամանակ բերել առանց մաքսատուրք եւ մաքսատուրքով, հասկանու։ Դրա համար հնարավոր չէ միաժամանակ լինել երկու միություններում եւ դա բալանսավորում չէ։ Բալանսավորումն այն է, երբ որ դու ոչ մի միության մեջ ես եւ հավասար հեռավորության վրա երկուսի հետ էլ գործընկեր ես։ Իսկ Հայաստանի պարագայում հնարավոր է ինչ-որ բլոկից դուրս։ Հնարավոր է, ուղղակի դրա այնպիսի տնտեսական մեծ ռիսկեր է պարունակում, որովհետև դուրս ես գալիս շատ լավ արտոնություններ ունեցող մի միությունից, դա վերաբերում է գազի գնին արդեն օրինակ, տրամաբանորեն, որտեղ խոսվում է միասնական էներգետիկ շուկա ստեղծելու մասին։ Վերաբերում է նման արտոնություններին, դու զրկվում ես դրանից, չնայած դու կարող ես նաև այլ օգուտներ ձեռք բերել, երբ որ լիարժեք անկախ ես, բայց երբ որ միություններից հեռանում ես, դու շատ բազմաթիվ հնարավորություններից է զրկվում։ Հատկապես Հայաստանի պարագայում, որ շրջափակման մեջ ունի, շրջափակման մեջ է, այո, երկու ճանապարհ ունի, Վրաստան եւ Իրան, ընդ որում Իրանի հետ հարաբերություններն են լարված վերջին շրջանում, Վրաստանի հետ էլ սահմանազատման դեպքով կարող ենք նույնիսկ Վրաստանի հետ այդ ճանապարհը կորցնել, այլ։ Մենք տեսանք, որ անգամ պատերազմից հետո մի բացառիկ բան էր, որ պատերազմից հետո երկիրը ունենում է տնտեսական այսպիսի աճեր, եւ դա ԵԱՏՄ-ի պատճառով էր, որովհետև ռեէքսպորտ էր լինում բազմաթիվ ապրանքներ Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ։ Հիմա եթե Հայաստանը դուրս լիներ այդ միությունից, նման օգուտներ այս կարճաժամկետ կտրվածքով չէր ունենա։ Ո՞ր Խաչատրյան, այսպեսի տեսակետ եմ լսել, մի քաղաքագետ ասաց, որ այն օրը, երբ որ Նիկոլ Փաշինյան դուրս գա ԵԱՏՄ-ից, իր իշխանությունը կգոյատևի Հայաստանում ընդամենը մի քանի օր, որովհետև այնպիսի տնտեսական ու ֆինանսական կոլապս կձևավորվի Հայաստան, որ արդեն իր իշխանությունը պահել ոչ մի կերպ չի կարողանա։ Համամետ եք այս տեսակետի հետ։ Տեսականորեն հնարավոր է, որովհետև Հայաստանը կտրելով իր տնտեսական այդ կապերը միանգամից չի մտնելու Եվրամիություն։ Եթե լիներ հնարավորություն, որ հենց ԵԱՏՄ-ից դուրս եկավ նույն օրը մտնի Եվրամիություն, մենք կարող ենք ասել, որ նույնիսկ կարող ենք բազմաթիվ ինչ-որ հնարավորություններ ունենալ, բայց այդպես չէ։ Օրինակ հիմա հայտարարվում է, որ եկեք նախապատրաստվենք բարձր ստանդարտներով եվրոպական, հենց պահը գա դուրս կգանք։ Բայց տեսնելով եվրոինտեգրման փորձը, բազմաթիվ երկրներ համապատասխանել են ստանդարտներով կամ մոտ են եղել դրան, բայց անդամակցությունը միայն ստանդարտներով չի ցավոք սրտի։ Հետո դառնում է քաղաքական խնդիր եւ 27 անդամ պետություններից յուրաքանչյուրը կարող է վետո դնել, անգամ եթե դու ստանդարտներով համապատասխանում ես։ Թուրքիան 87 թվականից է, չէ՞։ Թուրքիան դրա տիպիկ օրինակն է, հետեւաբար օրինակ մենք Հունգարիայի դեպքը գիտենք, չէ՞, ինչպես են այդ պետության ղեկավարությունը կապված թուրքական պետությունների հետ, նույնիսկ այդ կազմակերպության դիտորդ անդամ է, եւ չեմ կարծում, որ Թուրքիայի այդպես բարեկամ երկիրը շատ հեշտ ու հանգիստ կթողնի, որպեսզի Հայաստանը դառնա ԵՄ անդամ, մենք այդ Ռամես Սաֆարովի դեպքով տեսանք ինչ եղավ, չէ՞։ Այսինքն այդպիսի խոչընդոտներ էլ կան նույնիսկ։ Եթե անգամ մի հրաշքով պատկերացնենք Հայաստանը լրիվ պատրաստ է ԵՄ-ին անդամակցության, 27-ը պատրաստ են, բայց նման խնդիրներ կան։ Հետևաբար Ինչի են Հայաստանի իշխանությունները մտածում, որ ենք ավելի լավն են, քան Վրաստանն ու նույն Ուկրաինան։ Հա, ամբողջ Ուկրաինան հանուն Եվրոպայի, Եվրամիության կարելի ասել զոհ գնաց, բայց դեռևս պատրաստ չէ Ուկրաինային ընդունել Եվրամիության շարքերը։ Դա իրենց քաղաքականություն է, որը հիմնականում ասում եմ ունի ոչ թե արտաքին քաղաքական տրամաբանություն, որովհետև հնարավոր չէ ոչ Եվրամիությանը խաբել, որ դու ԵԱՏՄ-ից դուրս ես եկել, ոչ էլ ԵԱՏՄ-ին խաբել, որ դու Եվրամիություն ես գնում, սա բացառապես մեր ժողովրդին խաբելու խնդիր է, հետապնդում։ Այսինքն իշխանություն պահելու օրակարգի մասին է։ Դա է ենթադրում, որովհետև այլ դեպքում կլինեին անկեղծ եւ կասեին, վերջնական որոշում կկայացնեն, արդեն բազմաթիվ անգամ Ռուսաստանից հնչել է հայտարարություն, որ հնարավոր չէ։ Հիմա մեր իշխանությունները համարում են հնարավոր է, ինչպես
իրենց զրոյական կետից էին բանակցում հնարավոր էր, ինչպես Արցախ-Հայաստան էր, նույն տրամաբանությունն է շարունակվում։ Իրենք որոշել են, որ հնարավոր է, չնայած բոլոր երկու կողմն էլ Եմեն եւ ԵԱՏՄ-ն ասում են, որ դա հնարավոր չէ։ Պարոն Խաչատրյան, անդրադառնանք Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինի հայտարարությունին Թրիփի կամ Թրամփի ուղու վերաբերյալ, նա ընդգծել է Թուրքիայի կարևորագույն դերը այս նախագծում, ինչպես գործարկման, այնպես էլ հետագայում դրա շահագործման մեջ, նշելով, որ Թուրքիան առանցքային դերակատար է ու գործընկեր։ Փաստորեն Տիկին Քուինը ծանոթ չէ Հայաստանի իշխանությունների տեսակետին այս հարցով, որ սա հայտարարում են միայն հայ-ամերիկյան նախագիծ։ Պարզվում է Թուրքիան էլ տեղ ունի։ Թուրքիան օբյեկտիվորեն տեղ ունի, անկախ նրանից ասում են թե չէ, որովհետև առանց Թուրքիայից նախագիծ ուղղակի չի լինի։ Նախագծի իմաստն ինչ է, Կենտրոնական Ասիան կապել Եվրոպայի հետ։ Իսկ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհը գնում է կամ Վրաստան Սևծովով, կամ Ռուսաստանով, կամ Թուրքիայով։ Դժվար թե Սյունիքը կապվեր Վրաստանի հետ, Սյունիքը պետք է կապվի Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Եվ այս առումով առանց Թուրքիայի դա հնարավոր չէ, իսկ Թուրքիան բնականաբար իր պայմաններն է առաջ քաշում, որովհետեւ առանցքային լինելով Թուրքիան եւ Ադրբեջանը այս կապի մեջ, Հայաստանը ընդհանրապես խանգարող գործոն էր, եւ որովհետեւ այդ խանգարող գործոնը հանկարծ միամիտ նորից չխանգարի, կարող են չգիտեմ Ռուսաստանի ազդեցության արդյունքում կամ Հայաստանի կմահաճույքով նրանք ցանկանում են որպեսզի դա լինի Հայաստանի ինքնիշխանությունից դուրս։ Դա հիմա կձևակերպվի որպես հայ-ամերիկյան կոնսորցիում։ Հայ-ամերիկյան կոնսորցիումը կարող ենք հետո ինչպես օրինակ մենք տեսնում ենք ամերիկյան իշխանությունների քննադատությանը Եվրամիության հետ կապված, թե ինչպես է փոխվել դեմոգրաֆիական պատկերը Եվրամիության, երբ նույնիսկ իսլամ դավանող պակիստանցիներ քաղաքապետ են դառնում Լոնդոնի եւ Սուրբ Ծննդյան երգի ժամանակ չգիտեն ինչ անել։ Նրանք չեն հասկանալու, թե ինչու ենք մենք ունենք Թուրքիայից ունենք վախեր։ Նրանք չեն ընկալում դե հալա պատմությունը մի բան եղել է, մեր հետ էլ հազարում մի բաներ եղել։ Մեր անվտանգության սպառնալիքները նրանց համար ընկալելի չեն, աշխարհի առևտուր արեք զարգացեք։ Եվ Թուրքիան կարևոր է, բնականաբար Թուրքիայի առաջնային շահերն են այստեղ հաշվի առնվելու եւ Հայաստանից կորզել են մաքսիմալ զիջումներ այդ առումով։ Դրա համար շեշտվում է հենց Թուրքիայի կարևորությունը։ Առանց Թուրքիայի վերջնական հավանության Հայաստանը ինչքան էլ տա, ինչքան էլ զիջի կամ չզիջի, այդ միջանցքը կամ այդ ճանապարհը ֆիզիկապես չի գործելու պարզապես։ Անդրադառնանք նաև Իրանից հնչող գնահատականներին կամ ավելի ճիշտ ուղիղ հայտարարություններին իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայեթին հայտարարել է, որ Թրամփի ուղին կամ թրիփը դա նույն Զանգեզուրի միջանցքն է եւ Իրանի նաև Ռուսաստանի համար ազգային անվտանգության խնդիր է, փաստացի իրենից ենթադրում եւ որ դա պայմաններ է ստեղծում, որ Իրանից հյուսիս ՆԱՏՕ-ի ներկայության համար բարենպաստ պայմաններ ստեղծեն եւ լուրջ սպառնալիք են համարում։ Կարող ենք սա վերջնագիր համարել Իրանի իշխանությունների կողմից։ Իրանի իշխանությունները պաշտոնապես խնդիր չեն բարձրացրել, ասել են մենք բավարարվեցինք, ինչքան գիտեմ, Արտուր նախարարն էր, որ ասեց մեզ բավարարեց Հայաստանի իշխանությունների պատասխանը, որովհետև Հայաստանի իշխանությունները բնականաբար երաշխավորել են, որ նման խնդիր չի կարող լինել եւ չկա։ Բայց Իրանը բազմադարյա քաղաքական փորձ ունեցող երկիր է եւ նրա համար հասկանալի է, որ սա հենց լուծում է աշխարհակաղակական խնդիրը շրջանցելու Ռուսաստանին եւ Իրանին։ Իրանն է ամենաշատ էներգառեսուրսներով հարուստ երկրներից մեկը աշխարհի եւ ամենաշահագրգռվածը արևմուտքը կարող էր Իրանին ներգրավել, բայց քանի որ Իրանը առաջ է քաշում ինքնիշխանության այն մաքսիմումն է Իրանը ձգտում, Իրանը դուրս է մնացել գլոբալ ազդեցության տարածքից, հրաժարվում է լինել ազդեցության գործակալ այս կամ այն բևեռին, հետեւաբար կարևոր է նրան շրջանցել եւ սա իհարկե անկախ նրանից ինչ կհավաստիացնեն, երկարաժամկետ հեռանկարում Իրանը տեսնում է վտանգներ եւ չի կարող չտեսնել։ Հատկապես ԱՄՆ-ի հետ ունենալով ըստ էության կոնֆլիկտ ամերիկյան ներկայությունը այստեղ, նրանք ինչ մի այլ իրավիճակում դժվար է, որպեսզի դա վերածվի ռազմական ներկայության տեսականորեն, եթե մենք համարենք, որ Ռուսաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանից, որովհետեւ Ռուսաստանը կարող է իրոք մի օր որոշել, ենթադրենք տեսականորեն, որ հոգնել է կամ ռեսուրս չունի, արժանանակ կամ ընդհանրապես դուրս է գալիս, որովհետեւ նման դեպքեր եղել են։ Հիմա Իրանը միայն Ռուսաստանի հույսով չի կարող ապրել, որպես տարածաշրջանային տերություն, ինքը իր երաշխիքներն է ուզում ստանալ, որ դա իսկապես չի վերածվի թուրքական միջանցքի։
Իսկ երաշխիքներն ումից պետք է ստանա Հայաստանի իշխանություններից, որոնք մեկ օր մի հայտարարություն են անում, հաջորդ օրը կամ նույնիսկ օրվա երկրորդ հատվածին դրան հակասող լրիվ այլ հայտարարություն։ Քանի որ Իրանում տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները հաճախ ոչինչ չեն որոշում, այլ կատարում են հրահանգներ, շատ դեպքերում կամ շանտաժի ճնշման տակ ստիպված են լինում կատարել։ Մենք տեսանք Արցախում, մենք տեսնում ենք Արևմտյան Ադրբեջան խոսույթը կարելի ասել լեգիտիմացնելու մեջ, այսինքն տեսնում են, որ Հայաստանի իշխանությունները բավական թույլ են եւ նույնիսկ եթե ցանկանան, կարող է չկարողանան։ Դրա համար նրանք նաեւ իրենց հարցերն են փորձում այդ ճանապարհով բարձել Թուրքիայի հետ, Արևմուտքի հետ։ Այսինքն սա ուղղված է Թուրքիային։ Միանշանակ, այսինքն սա բացի Հայաստանի իշխանություններին ուղղված է տարածաշրջանում ներգրավող բոլոր կողմերին, որ եթե Իրանի շահերը հաշվի չառնվեն եւ Իրանի նպատակ լինի Իրանին ինչ-որ առումով վնասել, Իրանը անտարբեր չի մնա, կգործի, թե ինչպես իրենք կարող են որոշել կամ արդեն դա կցանկանան որոշել Հայաստանի իշխանությունների հետ։ Փորձել առաջարկել այլ տարբերակներ։ Օրինակ մենք տեսանք, որ նրանք առաջարկում են եկեք հենց մեր տարածքով անցեք։ Բայց փաստորեն դա էլ չօգնեց։ Ոչ, որովհետև նպատակ կա ընդհանրապես դուրս գալ Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունից, այսինքն Կենտրոնական Ասիան անխոչնդոտ ինչ է շեշտվել այդ բառը պայմանագրում անխոչնդոտ կապ ապահովել Կենտրոնական Ասիայի արևմուտքի միջև եւ Հայաստանը կցվում է Կենտրոնական Ասիային ըստ էության թուրքական աշխարհին որպես դրա անխոչնդոտ կապն ապահովող մաս։ Եվ այստեղ պատահական չէր Ղազախստանում Նիկոլ Փաշինյանի թուրքական պետությունների ամենաբարձր պարգևով պարգևատրելը։ Միանշանակ եւ դա պատահական չի նաեւ Միացյալ Նահանգներում ուղեղային կենտրոնների արդեն բացահայտ քննարկումները, որ ԱՄՆ-ն պետք է ամեն կերպ նպաստի Հայաստանի անդամակցությանը թուրքական ազգերի կազմակերպության։ Այսինքն շուտով նման լուրեր կլսենք։ Չի բացառվում, եթե իրադարձությունները գնան այդ ուղղությամբ եւ Հայաստանի իշխանությունները միշտ շարժվեն ամեն ինչ զիջել եւ գլուխը ազատելու տրամաբանությամբ։ Մեր զրույցի վերջում պարոն Խաչատրյան ուզում եմ անդրադառնալ ռուս-ուկրաինական հակամարտության կոնտեքստում ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններին, որոնք վերջին շրջանում գոնե բավականին առաջընթաց են գրանցել ու դրական միտում ունեն եւ որոշակի պայմանավորվածությունների հնչող հայտարարությունների կոնտեքստում իհարկե հասել են։ Հնարավոր է, որ նման պայմանավորվածություններ ունեցել են նաև Հարավային Կովկասի մասով, նաև Հայաստանի մասով, նույն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ազդեցությունների ոլորտները բաժանելու կոնտեքստում։ Դա ենթադրությունների օրինակ կային, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում կամ Սիրիայում զիջեց, Ուկրաինայում ինչ-որ զիջումներ ստանալու դիմաց, բայց աշխարհական պայքարը այդպես մի քայլանի կոմբինացիա չէ, էլի։ Տեսնում ենք օրինակ Թրամփը առաջարկվեց որ Ուկրաինան ամբողջությամբ կարելի ասել գրեթե ամբողջությամբ բավարարի Ռուսաստանի պահանջները, բայց վստահ եմ, որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը որքան էլ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանի հետ առանձին բանակցություններ անել, միաժամանակ առանձին Եվրամիության հետ են խոսում եւ այսինքն հաշվի առնում նաեւ Եվրամիության միանշանակ հաշվի առնել չեն կարող, որտեղ Եվրամիությունը անվերապահորեն կարելի ասել աջակցում է Ուկրաինային գտնել ինչ-որ մի կոմպրոմիս, որտեղ ցանկացած ուժերի դասավորության դեպքում ԱՄՆ-ն կհանդիսանա որպես խաղաղարար որովհետև այսօր փաստացի ձախողվեց կրկին, որովհետև Զելենսկին ասաց, որ չի պատրաստվում ճանաչել, ոչ դե ֆակտո, ոչ դե յուրե, Դոնբասը որպես Ռուսաստանի մաս, Թրամփ առաջարկել էր դե ֆակտո ճանաչել։ Եվ հիմա բանակցություններ են գնում, իսկ Ուկրաինայում թեկուզ ստատուս քվոյի պահպանումը եւ հրադադարը միանշանակ ուժերի ուշադրությունը միջազգային սևեռելու է Հարավային Կովկաս, որտեղ այստեղ կան դեռևս չլուծված այդ խնդիրները։ Եվ մենք տեսնում ենք, որ արկախված է, թե Թուրքիան, թե Ադրբեջանը ոչ մի փոփոխություն գլոբալ առումով իրենց քաղաքականության մեջ չեն անում, սպասում են տեսնել Ռուսաստանի վերջնական ինչ է որոշելու, չեն շտապում ստորագրել նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը, որովհետև երաշխիքներ դեռևս չեն տեսնում, որ Հայաստանը վերջնականորեն կոպիտ ասած Ռուսաստանը վերջնականորեն որոշել է Հայաստանից ձեռք քաշել։ Նրանք սպասում են դրան, որ կորզեն առավելագույնը, որովհետև եթե հիմա ստորագրեն, հետո պարզվի կարող էին ավելին ստանալ Հայաստանից, մի քիչ իրանք այդպես, ինչպես ասում ենք, տխրեն։ Ես դրանում եմ տեսնում այդ հապաղումը, որովհետև հիմա առավել քան, եթե մենք նայենք թուրքական աչքերով, Հայաստանը թույլ է կարելի հենց հիմա բոլոր հարցերը լուծել, բայց չեն էլ շտապում։ Եվ դա ռուսական գործոն է։ Պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց, օրագրի հաջորդ թողարկումը վաղն է, օրը թող բարի լինի։